Ողջույն սիրելի ընկերներ, ես այժմ կներկայացնեմ 2023 թվականի օգոստոս ամսվա ընդհանուր նկարագիրը եւ տրամադրությունը, որից հետո բնականաբար կանցնեմ արդեն առանձին նշանների հոլովակներին։ Սիրելիներս, օգոստոսը առանձնահատուկ ամիս է։ Առանձնահատուկ է նրանով, որ ունենք 2 լիալուսին։ Իսկ սովորաբար ստանդարտը համարվում է 1 լիալուսին եւ 1 նորալուսին, այսինքն լուսնային փուլերը հարուստ են օգոստոս ամսվա ընթացքում։ Եվ բացի դրանից այստեղ հետընթաց մոլորակներ ունենք մի շարք, որոնք մեզ ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում կարող են բերել անցյալից հարցեր, անցյալից խնդիրներ, ինչու՞ չէ նաեւ անցյալից մարդկանց։ Նշանակում է ամբողջ ամսվա ընթացքում խորհուրդ եմ տալիս նոր գործ սկսել, նոր ապրանք գնել, նոր տուն տեղափոխվել, այսինքն այն, ինչ նոր է, պետք չէ անել օգոստոսին։ Դա ցանկալի կլինի անել արդեն սեպտեմբերի 15-ից հետո։ Ինչու ես հիմա կբացատրեմ։ Ամբողջ ամսվա ընթացքում այստեղ Մերկուրի մոլորակը կույսի նշանի ներքո է եւ նշանակում է, որ լինելով կույսի գլխավոր մոլորակը մեր միտքը մինչև ամսի 23-ը գոնե սթափ է։ Ինչու մինչև 23-ը, որովհետև 23-ից հետո Մերկուրին սկսում է իր հետ ընթացը։ Կույսի նշանի ներքո, իսկ կույսը համարվում է աշխատանքի եւ առողջության նշանը։ Եվ այստեղ օգոստոս ամսվա ընթացքում շատ մարդկանց մոտ կծագեն աշխատանքային հարցեր, մարդիկ կզբաղվեն իրենց առողջ ապրելակերպով, միգուցե անալիզներ կհանձնեն, իսկ ամսի 23-ից հետո կարող են գլուխ բարձրացնել հին աշխատանքային խնդիրները կամ առողջական ինչ-որ քրոնիկ բնույթի խնդիրներ։ Նաև նշեմ, որ օգոստոս ամսվա ընթացքում ունենք որոշակի լարված օրեր, կարելի ասել լարվածություններ կան հատկապես ուրեմն առուծի նշանի տակ գտնվող Վեներա մոլորակի նկատմամբ, որը մեր հաճույքների, մեր գեղեցկության եւ ֆինանսների մոլորակն է, այստեղ ունենք մի շարք լարված ասպեկտացիաներ, սակայն ընդհանուր առմամբ այստեղ կարելի է դիտարկել նաեւ Մարս մոլորակի դիրքը, որը մինչև ամսի 27-ը գտնվում է կույսի նշանի ներքո եւ կույսը լինելով ուրեմն հողի նշան, ուրեմն Մարսը բավականին իրեն կիրթ եւ ակուրատնի է պահում կույսի նշանի ներքո, այսինքն այստեղ ինչ որ ագրեսիվ բնույթի կոնֆլիկտային իրավիճակները այնքան էլ չեն իշխում Մարսի կողմից եւ բավականին լավ դրական ասպեկտացիաներ ունենք հենց կոնկրետ Մարս մոլորակի կողմից, իսկ ամսվա վերջում, երբ որ արդեն Մարսը մուտք կգործի կշեռք, սա նշանակում է, որ ավելի շատ ամսի 27-ից հետո շփումները կակտիվանան, որովհետև կշեռքը մեզ տրամադրելու է ակտիվ շփման, սակայն խոսեմ ամեն ինչի մասին հերթականությամբ։ Ամսի 1-ին ունենք լիալուսին ջրհոսի 9 աստիճանում, երբ լիալուսին է տեղի ունենում, արևը եւ լուսինը հակադրության մեջ են լինում եւ շատ գաղտնիքներ են բացահայտվում, շատ մարդկանց դիմակներ են պատռվում, շատ հարցեր են բացվում, շատ աշխատանքների արդյունքներ ենք մենք տեսնում, այսինքն այս լիալուսինը բերելու է նմանատիպ իրավիճակներ, սակայն քանի որ լիալուսնի ժամանակ նաեւ կա լուսնի արևի եւ նաեւ Յուպիտերի քառանկյունը, այս լիալուսինը տեղի է ունենում Յուպիտեր մոլորակի նկատմամբ քառանկյամբ, իսկ մենք գիտենք, որ քառանկյունը սովորաբար լարվածություն եւ սթրես է առաջացնում, նշանակում է Յուպիտերը լինելով ցուլի նշանի ներքո, այստեղ որոշակի լարվածություն կարող է լինել նաեւ ֆինանսների նկատմամբ, հնարավոր է մարդիկ ովքեր ենթադրենք ինչ-որ ֆինանսական խնդիրներ են ունեցել, պարզվում է, որ ինչերի վրա են ծախսել, այսինքն բացահայտում ենք մենք այդ գաղտնիքները կամ այստեղ ֆինանսական կորուստներ նույնպես կարող են լինել։ Սակայն հենց ամսի 1-ին Մարս մոլորակը կույսից տրին է կազմում Յուպիտերի հետ եւ նշանակում է աշխատանքային եւ ֆինանսական հարցերը բավականին հաջող պետք է ստացվեն, որովհետև երկուսն էլ գտնվում են հողի նշանի ներքո, երկուսն էլ կայուն են, երկուսն էլ բերում են մեզ կայուն աշխատանք եւ հատկապես հողի նշանի ներկայացուցիչները, ցուլերը, կույսերը եւ այծեղջյուրները ամսի 1-ին կարող են հստակություն զգալ իրենց աշխատանքում, կարող են ամուր կանգնել ուրեմն հողի վրա, որովհետև նրանք սիրում են այդ ստաբիլությունը, նրանք սիրում են այդ հստակությունը եւ տանել չեն կարողանում անորոշությունը եւ ֆինանսական առումով իրենց կարող են շատ կայացած զգալ։
Ամսի 7, 8 եւ 9 այս օրերը բավականին լարված են։ Լարված են, որովհետև ունենք այստեղ քառանկյուններ, Արև Յուպիտեր, Վեներա Ուրան եւ այս օրերին խորհուրդ կտամ չվիճել, խորհուրդ կտամ ինքնաթիռով ճանապարհ չգնալ եւ խորհուրդ կտամ ֆինանսական գործարքներ չանել։ Տեսեք, այստեղ Ուրանը անակնկալներ է մեզ մատուցելու եւ այդ անակնկալները նույնպես ֆինանսական ցավոտ անակնկալներ են լինելու, որտեղ Ուրանը նույնպես գտնվում է ցուլի նշանի ներքո եւ այստեղ Վեներան բնականաբար առյուծում մեզ տրամադրում է ինչերի, Վեներան շքեղություն է սիրում առյուծի նշանի ներքո, իսկ Ուրանը ֆինանսների, ցուլի ֆինանսների ներքո այստեղ տալիս է լարվածություն, այսինքն միգուցե հետընթաց Վեներան լինելով ավելի քմահաճ, մենք հիշում ենք ամբողջ օգոստոս ամսվա ընթացքում Վեներան հետընթաց է, ուրեմն տեսեք, մինչև սեպտեմբերի 4-ը եւ այստեղ լինելով հետընթաց այն ավելի քմահաճ է եւ չի կողմնորոշվում թե ինչ է ցանկանում եւ հնարավոր է շատ գումար ցանկանա ծախսել, այսինքն մեզ մոտ առաջանա այսօր այս հագուստը գնելու, վաղը հիասթափվում ենք այդ մեկը չենք ուզում, մյուս օրը ուզում ենք մազերը այս գույնն ներկել, մյուս օրը մեզ հիասթափեցնում է մազերի այդ գույնը կամ կտրվածքը, այսինքն տեսեք այս անորոշությունը բերելու է ֆինանսական անիմաստ ծախսերի։ Ամսի 10-ին Մերկուրին, որը կույսի նշանի ներքո բավականին ուժեղ է, սթափ է, տրին է կազմում Յուպիտերի հետ եւ այստեղ նույնպես աշխատանքային հարցեր կան, հատկապես փաստաթղթերի հետ կապված հարցերը, եթե դուք ունեք փաստաթղթային հարցեր, փորձեք դրանք իրականացնել մինչև ամսի 23-ը Մերկուրին կույսի նշանի ներքո տալիս է մեզ այդ հնարավորությունը։ Եվ ամսի 10-ին սա շատ լավ ասպեկտ է այդ հարցերը լուծելու համար։ Նաեւ ամսի 10-ը շատ լավ օր է բժշկի գնալու համար, որովհետև այստեղ նաև մենք կգտնենք համապատասխան բժշկի։ Ամսի 16-ը նույնպես շատ լարված է, ուրեմն տեսեք ունենք Արև Ուրան քառանկյունը, լարված քառանկյունը, որը բնականաբար ուրեմն ազդում է առաջին հերթին ֆինանսական վիճակի վրա։ Սակայն հենց ամսի 16-ը հանդիսանում է նորալուսնի օր եւ այս օրը տեղի է ունենում նորալուսին առյուծի 23 աստիճանում, նշանակում է նորություններ են սպասվում ամսի 16-ից հետո։ Իսկ առյուծը ներկայացնելով 5-րդ ոլորտ ընդհանուր աստղաբանության, սա երեխաներն են, սա ստեղծագործական աշխատանքն է, սա սիրահարվածության զգացումն է, ուրեմն սա մեր հոբին է, մեր սպորտն է, այսինքն այն ամենը, ինչ մեզ հաճույք է պատճառում, այստեղ սպասվում են նորություններ եւ հարցեր երեխաների հետ կապված, երեխաներ կծնվեն ամսի 16-ից հետո, կսիրահարվեն կամ միգուցե նաեւ այստեղ կփորձենք զբաղվել սպորտով ամսի 16-ից հետո։ Սակայն ամսի 16-ին ունենք նաև եւս մեկ ասպեկտ, այստեղ ունենք Մարս Ուրան տրինը։ Տեսեք, նույն օրը ունենք Արև Ուրան լարված քառանկյունը եւ ունենք Մարս Ուրան տրինը։ Դա խոսում է այն մասին, որ Մարս Ուրան տրինը կարող է մեզ բերել ինչ որ դրական մոտիվացիա, ինչ որ գործողություն սկսելու համար դրական էներգիա կարող է բերել, այսինքն ընդհանուր օրը կարող է լինել լարված, բայց այն պարունակել դրական ուրեմն էներգիաներ, այսինքն կարող ենք մենք այս օրը հանդիպել, լարված անցնի ընդհանուր օրը, բայց հանդիպել ինչ որ որոշակի ժամի ինչ որ մարդու հետ, որը մեզ ինչ որ դրական էներգիա կփոխանցի եւ միգուցե մեզ ճիշտ միտք կտա ֆինանսների հետ կապված, բանկային գործարքների հետ կապված, թղթաբանության հետ կապված, տեսեք աշխատանքի հետ կապված այդ ամեն ինչի հետ հնարավոր է մենք ունենանք որոշակի դրական մոտիվացիա։ Ամսի 22-ը նույնպես շատ լարված է, Վեներա մոլորակը այստեղ լարված քառանկյուն է կազմում Յուպիտերի հետ, վերցրելներս ամսի 22-ին ոչինչ չենք գնում, ոչ մեկի հետ չենք վիճում, ոչ մեկից գումար չենք ուզում եւ պարտքով գումար չենք տալիս, որովհետեւ այստեղ վիճում են ֆինանսները։
Ամսի 23-ից արդեն Մերկուրի մոլորակը սկսում է իր հետընթացը։ Մենք հիշում ենք, երբ Մերկուրին հետընթաց է, այն 3 շաբաթ հետընթաց է եւ նշանակում է մինչեւ սեպտեմբերի 14-ը Մերկուրի մոլորակը լինելու է հետընթաց վիճակում կույսի նշանի ներքո։ Հետընթաց Մերկուրին լավ է, ինչի համար, որպեսզի մենք վերանայենք այն հարցերը, այն գործերը, այն փաստաթղթերը, որոնք մենք աչքաթող ենք արել, որոնց մենք նախկինում լուրջ ուշադրություն չենք դարձրել, որպեսզի մենք կարողանանք ենթադրենք հաշտվել այն մարդկանց հետ, ում հետ նախկինում վիճել ենք։ Հետընթաց Մերկուրին տալիս է մեզ հնարավորություն վերանայելու մեր փոխհարաբերությունները, հատկապես կույսի նշանը այստեղ մեր աշխատանքային փոխհարաբերություններն են, եւ հնարավոր է նաեւ ամսի 23-ից հետո, երբ Մերկուրին հետընթաց լինի, շատ մարդիկ գան մեր կյանք, ում հետ նախկինում մենք աշխատանքային բնույթի հարաբերությունների մեջ ենք եղել, այսինքն հին հաճախորդները վերադառնան կամ այնպիսի գործընկերների հետ նորից սկսենք աշխատել, ում հետ նախկինում ենք աշխատել։ Սակայն հիշում ենք 23-ից հետո հետընթաց Մերկուրին ուրեմն մի փոքր խառնաշփոթ է ստեղծելու եւ շատ ուշադիր ենք լինում, որպեսզի չկորցնենք կարեւոր փաստաթղթեր, որպեսզի մեր հիշողությունը, մեր ուղեղը սթափ աշխատի։ Ամսի 25-ին ունենք հոյակապ եւ ուժեղ ասպեկտ։ Ինչու ուժեղ, որովհետեւ այստեղ արդեն Պլուտոն մոլորակի անմիջական մասնակցությունն է, իսկ Պլուտոնը սա մեծ ֆինանսների մոլորակն է։ Այստեղ Մարսը կույսից եւ Պլուտոնը ուրեմն այծ եղջյուրից, Պլուտոնը գտնվում է այծ եղջյուրի վերջին աստիճաններում, ուրեմն այստեղ տրին են կազմում։ Եվ նշանակում է կրկին հողի նշանի ներկայացուցիչները եւ հատկապես այն ցուլերը, այն կույսերը եւ այն այծեղջյուրները, ովքեր ծնվել են իրենց այդ ամսվա 17-ից հետո, ուրեմն հատկապես նրանք շատ ուժեղ ուրեմն ֆինանսական աշխատանքային բնույթի գործարքներ կարող են կատարել, որովհետև այս տրին ասպեկտը շատ հզոր ասպեկտներից մեկն է, Մարս եւ Պլուտոնի միջև սովորաբար ձևավորվող ասպեկտները նրանք լինում են կամ շատ վատը, եթե լարված վիճակով են, եւ շատ լավը եւ շատ ուժեղ հնարավորություններ տվող, եթե նրանք այսպիսի լավ ասպեկտացիա են կազմում, այնպես որ իհարկե սա կարող է վերաբերել բոլորին, բայց հատկապես հողի նշանի ներկայացուցիչները թող շատ ուշադիր լինեն այն բոլոր առաջարկների, գործարքների նկատմամբ, որոնք կհնչեն ամսի 25-ին։ Ամսի 27-ից արդեն Մարս մոլորակը մուտք է գործում կշեռք, դե ինչ 27-ից հետո ակտիվանում են շփումները, ակտիվանում են ընկերները, ակտիվանում է եռուզեռը, որովհետև Մարսը մեզ տրամադրում է շատ մեծ շփումների։ Ամսի 27-ին, բայց ունենք նաև լարված ասպեկտացիա, այստեղ շատ ուշադիր պետք է լինենք մեր առողջությանը, որովհետև Արև Սատուրն ընդդիմությունը ունենք, Սատուրնը գտնվում է ձկներում, ամսի 27-ը կարող է լինել այնպիսի օր, երբ մենք ունենանք վատ ինքնազգացողություն, որը հատկապես կարող է կապված լինել, ասենք սննդային թունավորումների հետ, կամ ինչ-որ սխալ կերակուր ուտելու հետ, կամ ենթադրենք ալերգիկ ֆոնի հետ, այսինքն ուշադիր եղեք ձեր առողջության նկատմամբ, Սատուրնը ձկներում այդպիսի երևույթներ է սիրում առաջացնել։ Եվ ամսի 31-ին կրկին ունենք լիալուսին ձկների 7 աստիճանում, երբ լիալուսինը նշեցի արդեն, այստեղ ամեն բան պետք է հստակեցվի, պարզեցվի, հասնի իր վերջաբանին, իսկ ձկները համարվում են ընդհանուր աստղաբանության 12-րդ ոլորտը, այսինքն գաղտնի ոլորտը, եւ սիրելի ընկերներ, ուրեմն օգոստոսի 31-ին շատ գաղտնիքներ են բացահայտվելու, որովհետեւ այստեղ շատ հարցեր կան, որոնք մարդկանց համար միգուցե իրենց փոխհարաբերություններում, միգուցե ֆինանսական հարցերում այստեղ այդ գաղտնիքները բացահայտվելու են։ Լիալուսինը սովորաբար բերում է կամ պարզեցում բացահայտում, կամ բերում է որոշակի հարցերի վերջաբան։ Դե ինձ սիրելիներս, այսքանը օգոստոս ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ